Տենց վիրահատություններ են ռոբոտով կատարում, դա այն առաջի տպավորությունն է, որոնք մարդիկ ունենում են, երբ լսում են, թե ինչ ենք կատարել, ինչ վիրահատություն ենք արել։ Իրապես դա շատ բարդ, մեծ վիրահատություն է, անգամ շատ հազվադեպ շատ քիչ կենտրոններում են կատարվում բաց եղանակով։ Ինձ համար մեծ պատիվ է հենց առաջինը կատարել այդ վիրահատությունը։ Հովհաննես Մխիթարյան, 46 տարեկան, ախտորոշումը միզապարկի քաղցկեղ երկրորդ փուլ։ Էրեբունի բժշկական կենտրոնում վիրահատվել է ռոբոտային վիրաբուժական համակարգով։ Նա իր առողջական խնդիրների մասին իմացել է դեռևս 2021 թվականին։ Բժշկական որոշակի միջամտություններ անցել, սակայն հետևողական չլինելու պատճառով մի քանի տարի անց պարզել, որ միզապարկի քաղցկեղ ունի։ Որպես միակ ելք նրան բազմիցս առաջարկվել է միզապարկի և շագանակագեղձի հեռացում բաց եղանակով։ Սակայն վախենալով վիրահատության ենթադրյալ հետևանքներից, վիրահատվելու որոշում այդպես էլ չի կարողացել կայացնել։ Բաց եղանակով կատարվող վիրահատության հանդեպ վախն օր-նորի ավելի անորոշ ու անտարբեր է դարձրել նրան, սակայն ամեն ինչ միանգամից փոխվել է, երբ իմացել է, որ արդեն կարող է վիրահատվել ռոբոտային վիրաբուժական համակարգով։ Ռոբոտային տարբերակը, որ եկավ, այդտեղ ոնց որ ասին բախտը բերեց։ Հայաստանում առաջին անգամ Էրեբունի բժշկական կենտրոնի օնկոուրոլոգիական ծառայության ղեկավար Արման Ծատուրյանը ռոբոտային վիրաբուժական համակարգով միզապարկի արմատական հեռացում ցիստեկտոմիա է կատարում։ Աղիքից նոր միզապարկ ձևավորում ամբողջությամբ ռոբոտային վիրաբուժական համակարգով։ Հեռացվել է միզապարկը, շագանակագեղձը, հեռացվել են լիմֆատիկ հանգույցները, այն ավշային հանգույցները, որոնք շրջապատում են խոշոր զարկերակները, որից հետո աղիքից վերցրել ենք մոտավորապես 45 սանտիմետրանոց հատված, այսինքն աղիքը կտրել ենք, աղիքը միացրել ենք իրար, ոտիկի վրա վերցրել ենք այդ 45 սանտիմետրանոց հատվածը, միացրել ենք միզուկին, աղիքը կտրել ենք այդ 45 սանտիմետրանոց հատվածից, ձևել ենք ամբողջը ձեռքով կամ ռոբոտի ձեռքով, ձևել ենք միզապարկ, կարել ենք վերջացել ենք, գնդաձև տեսք ենք տվել և որին միացել ենք միզածուրանները։ Արման Ծատուրյանը հակիրճ ներկայացնում է իր կատարած բարդագույն վիրահատության ընդհանրական փուլերը, սակայն վայրկյանների ընթացքում դժվար է նկարագրել այն տիտանական աշխատանքը, որն իրականում 9 ժամ է տևել։ Ունենք հստակ առավելություններ և այդ առավելություններն են ֆունկցիոնալ առավելությունները, միզապահության ավելի շուտ վերականգնում և սեռական ֆունկցիայի ավելի շուտ և ավելի լավ վերականգնում։ Սա իրավամբ առաջին, սակայն ոչ վերջին վիրահատությունն է միզապարկի արմատական հեռացում ցիստեկտոմիան ռոբոտային վիրաբուժական համակարգով։ Էրեբունի բժշկական կենտրոնի զարգացման ռազմավարական առաջնահերթությունների շարքում է վիրաբուժությունում ռոբոտային համակարգի ամբողջությամբ ներդրումը և ընդլայնումը, նոր ու այլ բարդագույն վիրահատությունների իրականացումը։